Բարի լույս է սիրելի բարեբաշտ հայրենիք։ Այս առավոտ ես գուզեմ ընթերցել պատմությունը, որ վերնագրված է օգոստոս 1984։ Պատմվածքը գրի է մարած տարիներ հետո 24 մարտ 2003-ին։ Յուրաքանչյուրիս կյանքի մեջ կան բահեր կամ հանգրվաններ, որոնք վճռորոշ դեր կկատարեն։ Այդպես ալ եղավ օգոստոս 1984 թվականին հովվական իմ կյանքի մեջ, երբ Աստծո նախախնամությամբ ու հոգելուց վազգեն վեհապարի դնորինումով կոչվեցա Թորոնտոյի համայնքի հոգևոր հովիվը։ Ինձ համար բոլորովին նոր էր Թորոնտոն։ Հանձնարարություն կառնեի ապավինելով Աստծո զորության եւ ժողովրդիս աղոթքին։ Այլևս ուսանող չէի, եւ իմ առջեւ կբացվեր ծառայության ընդարձակ դաշտը, որ էապես պիտի փոխեր հոգևոր կյանքս եւ պիտի դառնար ենթահողը քալիքաճողությանց ու ցերկբերումներուն։ Փառք կուտամ Աստծո, որ իմ առջեւ բացավ հովվական կյանքի ճանապարհը, որու ընթացքի մեջ կգտնվիմ եւ կզգամ, որ օրեօր գաճի մեջ գոչումը քահանայության։ Առաջին օրերը Թորոնտոյի մեջ հստակորեն գիշեմ։ Դժվար օրեր։ Քաղուտը բազում փորձությունց մեջ են անցած լալով, բարձ բացատրությամբ դագն ու վրա վիճակի մեջ էր, քարի վրա մնացած չէր, գրիվներ, վեճեր, այդ բոլորի մեջ երդասարդ հոգևորականի իմ հոգևոր հովի բաշտոնով ես առաքելությունը պիտի իրականացնեի։ Այդ էր իրավիճակը։ Եվ նաև այդ ինգադի ունենալով ազգայինները մեկը նույն օրը երեկոյան, երբ հանգուցյալ Վազգեն Սրբազան Քեշիշյան, որ առաջնորդն էր Կանադայից դեմի առաջին առաջնորդը, ինձ մոտեցավ ազգայինները մեկը եւ ասավ. «Հարցուր, գիտեք ինչ, ձեր բաշակը մի բարբեք, երևի դուք ալ 6 օր հետո կմեկնիք այս քաղաքեն»։ Զարմանալիորեն ցնցում ունեցա, այդ ինչ պիսի խոսք էր, որ նաեւ կփոխանցվեր ինձ, բայց երբեք չհուսահատվեցի։ Ընդհակառակը, այդ խոսքը ամրապնդեց իմ մեջ գամքը հարադեվության ոգին, բայկարելու նաև վճռագամ, հաստատագամ նաև գեցվածքս։ Նոր դեր, նոր մարդիկ, նոր պայմաններ, իսկ ես բոլորովին առանցինն, բայց Աստծո աչքը իմ վրա։ Ինձի Թորոնտո առաջնորդողը հոգելույս Վազգեն Սրբազանը յուրովի ուրախությամբ կներկայացներ հոգևորականը, որ պիտի դառնար դարդղնված քաղաքին հովիվը։ Աղոթքը սրտիս մեջ, հոգևոր խնդավառությամբ հնազանդեցա Աստծո հրամանին եւ խոնարհվեցա Աստուծո ծառայության սուրբ սեղանին առջեւ, ասելով. «Դեր ու յա ըսկնացս իմ իջանաբարս խաղաղության»։